Ամենակարևորը իմ համար դա այն է, որ ելքը դաշինքից վերածվեց թիմի, ուժեղ թիմի, փոխլրացնող թիմի եւ մեր թիմի դեմքների եղած արևայրուքը ապացուցում է, որ մենք իսկապես լավ աշխատել ենք Իջևանից սկսած նոյեմբերյանից սկսած մինչև ակարան։ Մենք համարում ենք, որ մենք հանդիպել ենք ամենակիչը 5 միլիոն մարդու։ Այն դեպքում, որ մյուսները ովքեր որ հանրահավաք էին, բերում էին նույն մարդկանց, ասենք լավագույն դեպքում հանրապետական բարգավաճ իրար հետ մյուսներով մի 100,000 մարդու են հանդիպել, որոնց մեծ մասերն ու ելույթները մի 5 անգամ լսել են։ Իսկ մեր պարագայում, ասենք, եթե կանչում եմ միտինգի կամ երթի գալիս են մարդիկ, ովքեր այսպես թե այնպես կվեն տալու են մեզ չէ։ Իսկ որ գնում ես շենքի բակ, բարձի չէ մարդվում է տալու։ Դու խոսում ես, ինքը լսում է։ Ինքը դրանից հետո հետևություն է։ Այսինքն մենք համարում ենք, որ մեր մարտավարությունը ճիշտ է, որ մենք ամենաշատ մարդկանց ենք հանդիպել, որ մենք ամենալուրջ բանավեճերն ենք ունեցել, որովհետև ուղիղ շփում էր, ու դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ հարցեր էին տալիս։ Երբեմն նաև նախկինից եղած մեղադրական հարցեր, տարբեր խնդիրների լուծման առումով Քարոզարշավը իմ կարծիքով դա է, ոչ թե սեփական թիմի կանգնեցնել այդտեղից ճռճռան վարելով ելույթներ ունենալ։ Դժբախտաբար սոցիոլոգիան, որը լուրջ գիտություն է, մեր երկրում վերածվել ընտրական տեխնոլոգիայի եւ դա օգտագործում են տեխնոլոգիական նպատակներով։ Հիմնականում սոցհարցումները պատվիրում են գործող իշխանությունները եւ նրանք, ովքեր գործող իշխանությունների գծողներն ու լուրջ փողերն են։ Եվ ըստ իրենց ցանկության էլ այդ հարցումները ներկայացնում են։ Իհարկե այդ հարցումները չեն կարող ամբողջությամբ կտրված լինել իրականությունից, այդտեղ որոշակի մաս պիտի լինի։ Ես կարող եմ իմ շփումներով ասել, որ այնքան մարդ, ինչքան որ մեզ հանդիպել է, ասել է, որ ինքը իր ձայնը վստահաբար երկդաշինքին է տանում, կամ պատշգամբից ու լուսամուտից այսպես է արել ծածկելով։ Եթե այդքան մարդ մեզ կվետա, մենք հաստատ երրորդ տեղը չենք լինի։